Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ոգևորվել էր վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմամբ, բայց ոգևորությունն արագ է անցել, երբ վարչապետն անդամագրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Ատամնաբուժարան է հանրապետականը, կարծես ով մտնում է առանց ատամ դուրս է գալիս։ Հույս ունեի, որ Կարեն Կարապետյանը չի մտնի ատամնաբուժարան, բայց մտավ։ Ամանորի գիշերը զանգերը հնչելուց հետո միասնական աղոթքի կարգ կկատարվի բոլոր եկեղեցիներում։ Նոր-Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տերնշան քահանա Ալավերդյանը տեղեկացրել է, որ այս տարի եւս նրան օրհներքի կարգ կկատարվի։ Եվ բերքառատության ընկալման, եւ համախմբման, եւ իբրև ազգային սիմվոլ մի տեսակ մեր նույն գաղափարի, նույն հավատքի շուրջ միավորման արտահայտությունը։ Ալկոհոլային խմիչքներից թունավորումների դեպքերն ավելացել են, մասնավորապես աճ է գրանցվել անչափահասների եւ իգական սեռի ներկայացուցիչների շրջանում։ Առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը մի քանի խորհուրդ է տալիս խմիչքային թունավորումներից խուսափելու համար։ Երբեք պետք չի փորձել խառնել խմիչքները, երբեք։ Եթե սկսել ես ինչ-որ մի ոգելիչ խմիչքով, նույն ձևի շարունակում ես նույն խմիչքը։ Սննդի խորհրդատու Հասմիկ Եղիազարյանը նշում է, որ 2.5-ից 3 ժամ ընդմիջումներով պետք է սնունդ ընդունել, հակառակ դեպքում քաշի ավելացումն անխուսափելի է։ Եթե տոնական օրերին գնում են մեկ տեղից մյուս տեղը, չէ, հիմնականում հյուրեր են գնում իրենք, կարող են նախաճաշել իրենց տանը, հետո նոր արդեն գնան հյուր։ Իսկ հյուր գնալու դեպքում էլ նայած թե դա ինչ ժամ է, եթե ճաշի ժամ է, լիարժեք կարելի է ճաշել։ Ձմեռ պապերի եւ փոքրիկների շփումը հեշտ գործ չէ, հարկավոր է նրբանկատ լինել եւ ուշադիր, ասաց Երազանք թատերախմբի Ձմեռ պապը։ Ըստ նրա, ի տարբերություն մեծերի, երեխաների աչքից ոչինչ չի վրիպում։ Չես կարող թերանալ, թուլանալ, պիտի լինես պատրաստված, պատասխանատու։ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօր հրապարակած փուլային տարբերակն իր անձնական կարծիքն է, ասում է հանրապետական Վահրամ Բաղդասարյանը։ Ըստ նրա, առաջին նախագահն ուզում է ասել, որ այս տարիներին ոչ մի աշխատանք չի արվել։ Նախկին փաստաթղթի մեջ ընդհանրապես խոսք չի եղել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրի հետ կապված։ Նախկին նախագահը սակայն ասում է, որ 1997-ի տարբերակում խոսք կա Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի շուրջ, որը պետք է տրվի 5 շրջան հանձնելուց հետո։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը դա առաջնային խնդիր է։ Եթե այլ պայմաններ կլինեն առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի, բնականաբար մենք կհամարենք, եթե մենք գնում ենք այդ քայլին, դա կլինի պարտվողական քաղաքականություն։ Վահրամ Բաղդասարյանը չի պատասխանի Տեր-Պետրոսյանի այն մտքին, թե դավաճանության մեջ մեղադրանքը ոչ թե իրեն պետք է ուղղել, այլ հանրապետականին, քանի որ եթե բանակցային սեղանին 1997-ի տարբերակն է, որով 7 շրջաններ են հանձնում, բանակցողը հանրապետականն է։ Եթե մենք պետք է ամեն գնով գնանք միայն խաղաղության եւ որդեգրենք այն բոլոր դրվագները, այն բոլոր, որոնք գործիքել են Լևոն Տեր-Պետրոսյանի, այսպես ասած, ելույթի մեջ, ես կհամարեմ, որ խաղաղություն ամեն գնով եւ նաեւ մեր պարտության հաշվին, մեր պարտվողական քաղաքականության հաշվին հանրապետական կուսակցությունը դեմ է դրան։ Որպես հայր եւ որպես պապիկ Վահրամ Բաղդասարյանը համաձայն է խաղաղության միայն Ղարաբաղի կարգավիճակը ճշտելուց հետո եւ պետք չէ շտապել մտածել, թե բանակցությունների սեղանին հենց 7 շրջանները զիջելու հարցն է դրված։ Մենք այդ բոլորը թողնում ենք երկրորդ փուլին, մենք պետք է գնանք բանակցային փուլով։ Մենք չենք ժխտում, որ ընդհանրապես մենք դեռ ոչ միայն Ալիևի նման հորդորված նման տիպի հորդորներ չենք անում, նման ռազմատենչ հայտարարություններ, որ Բաքուն էլ է մեկը, մերը մյուսները բոլոր այդ տարածքները մերն են լինելու, Կիրովաբադն է մեկը լինելու, Թողուզն է մերը լինելու։ Վահրամ Բաղդասարյանն ասում է, Ղարաբաղն արդեն անկախ պետություն է եւ բանակցային սեղանին հենց Ղարաբաղն իր ժողովրդով պետք է նստի։ Բանակցությունների ժամանակ ոչ պատերազմի մեր փոխզիջումը կարող է լինել նոր տարածքներ չգրավել։ Դա էլ մի խնդիր է։ Դա էլ նորմալ խնդիր եմ համարում ես։ Այդ դեպքում ինչու դրանք բանակցությունների սեղանին չեն, որ դա է մեր փոխզիջումը։ Որովհետև բանակցությունները որպես այդպիսին դեռ տեղի չի ունենում։ Չնայած այս ամենին պարոն Բաղդասարյանն իրեն ոչ մի թիզողական չի համարում, իհարկե ունեցել է մանկական երազանք ծովից ծով Հայաստանի, հատկապես ապրիլի 24-ին, բայց արյունով ձեռք բերած հողերն այլ հարց են, այդ դեպքում ինչ հարց են լուծում բանակցությունները։ Սրա հանգուցալուծումը պետք է լինի խաղաղությունը, բայց ինչ գնով խաղաղություն։ Տեսականորեն պարոն Բաղդասարյանը չի բացառում խաղաղությունն առանց տարածքներ զիջելու, մենք միայնակ չենք որոշելու այդ հարցը։ Մատուցման ձև կա։ Եվ ընդ որում ասեմ, առայժմ ժամանակը մեր օգտին է շարժվում։ Հաջորդ տարի Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը լինելու է արտահանումը։ Այս տարվա Հայաստանից արտահանման աճը եղել է ռեկորդային։ Մենք տարվա արդյունքներով կարձանագրենք շուրջ 21% արտահանման ծավալների աճ նախորդ տարվա համեմատ։
Այս ցուցանիշները չեն գոհացնում նախարարին, քանի որ համախառն ներքին արդյունքում արտահանումը կազմում է ընդամենը 30%, մինչդեռ նպատակ ունեն այն հասցնել մինչև 40-ից 50%-ի։ Հիմնական խնդիրը արտահանման շուկաների ու ապրանքների կենտրոնացվածությունն է։ Մեր խնդիրներից առաջնայինն է լինելու, որպեսզի մենք փորձենք դիվերսիֆիկացնել մեր արտահանումը։ Մեր արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնության մեկ շնչի հաշվով կազմում է ընդամենը 1.7 ԱՄՆ դոլար։ Իսկ Իրանի Հանրապետության դեպքում այն առհասարակ կազմում է 1 ԱՄՆ դոլար։ Տնտեսական զարգացման համար խիստ անհրաժեշտ են ներդրումներ, որոնք այսօր գրեթե զրոյական մակարդակի վրա են Հայաստանում։ Նախարարությունը նպատակ ունի ստեղծելու օտարերկրյա ներդրումների պաշտպանության նոր օրենք, իսկ Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համատեղ կներդնեն 1 պատուհանի սկզբունքը։ 2017 թվականի առաջի եռամսյակի ընթացքում ականատես կլինենք 8 նոր ծրագրերի իրականացմանը, նոր արտադրությունների բացմանը, որոնք որ այդ ծրագրերը իրականացման ընթացքում ներկդրվի մոտորապես 3 միլիարդ դրամի ներդրում եւ կբացվեն մոտ 900 նոր աշխատատեղեր։ Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 500 խոշոր հարկատուների ցանկը, որից 296-ը ռիսկային գոտում են հարկային պարտավորությունների կատարման առումով։ Այնտեղ կա նաև իրենց մեղքը, որովհետև նրանք ռիսկային են համարվել, որովհետև ինչ-ինչ պատճառներով ժամանակին խախտումներ են թույլ տվել պետության հետ շփումների մեջ, այսինքն մասնավորապես հարկային օրենսդրության մասով։ Հայաստանի տնտեսության համար շարունակում են խնդիր մնալ մենաշնորհները, սակայն նախարար Կարայանը մենաշնորհներ տեսնում է միայն հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում։ Մնացած ոլորտներում կարող են լինել գերիշխող դիրք զբաղեցնող, որը որ պայմանավորված է Հայաստանի փոքր տնտեսության պարագայով, ներկա իրականության մեջ, որից է մի սահմանափակումներ, որևիցե մի մոնոպոլիստական գաղափարներ չկան։ Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության անդամակցության տված օգուտներին, ապա կառավարությունը որոշել է միություն արտահանել հատկապես փոքր ընկերությունների ապրանքները, որպեսզի դա խթանի նրանց ծավալների ավելացմանը։ Անցնող տարին մշակութային գործիչները որակում են որպես ազգային հիասթափության տարի։ Մեզանից պակասեց հայ մարդու արժանապատվությունը, որովհետև մեր ժողովուրդը ինքը իր հանդեպ հարգանքը կարծես թե կորցրել է։ Ինքը իրեն հավատալ կարծես թե դադարել է։ Երևի ամենաուրախալի վերջի բանը Հենրիկ Մխիթարյանի խփած գոլն էր։ Ռեժիսոր Հրանտ Վարդանյանին զարմացնում է, թե ինչու Արցախում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ մտավորականներից եւ ոչ մեկ չբարձրաձայնեց ոլորտի խնդիրների մասին։ Դուք չեք ուզում խոսեք այն բաների մասին, որոնք որ մեզ բոլորիս հուզում են եւ մենք մտածում ենք ոնց պիտի լինի, ասենք թե 15 տարի հետո մեր համալսարանը, 20 տարի հետո մեր կինոմատոգրաֆը, հա, այսինքն պլանների հետագայի մասին խոսակցություններ, այսինքն մենք չունենք այդ ցավը։ Ավելի ահավոր բան, քան երբ մտավորականը գցնում է եւ շողոքորթ լեզվով է խոսում իր երկրի մասին, իր երկրի ղեկավարության մասին, այդ մտավորականից թող փախի։ Մտավորականների կարծիքով իշխանությունները տարանջատում են դնում գործիչների միջև։ Նախագահի ուղերձ ակնհայտ էր, այսինքն մենք ստեղծում ենք մի լոկուս, ստեղծում ենք մի տիրույթ, որտեղ որ համախմբվում են իշխանությունների լոյալ մշակութային գործիչներ եւ նաեւ դիտարկում ենք այլ բևեռներ, որտեղ որ կան մարդիկ, որոնք ընդհանրապես որևէ առնչություն չունեն բյուջեի հետ, այսինքն որևէ սպասելիք եւ ակնկալիք եւ ցանկություն առնչվելու այդ ոլորտների հետ։ 2017 թվականին մշակութային գործիչները իշխանությունից սպասելիքներ չունեն, փոխարենը ակնկալում են փոփոխություններ մշակութային կյանքում։ Երևանցիներից շատերի համար 2016 թվականը շատ չտարբերվեց նախորդներից։ Մարդկանց կենսակերպը հիմնականում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով է պայմանավորված։ Մեզ համար 16 թիվը լավ տարի չի եղել, բարի տարի չի եղել։ Եղել է շատ դժբախտություններ, դժվարություններ։ Ես իմ խոչընդոտներ իմ համար այնքան էլ հաջողակ չէր, չնայած որոշ հաջողություններ էլ ունեցա, բայց համենայն դեպս տխուր երևույթներ եղան։ Դժվար է։ Ձոր նոր տարի է գալիս, ուզում ես ուրախ ձևով ամեն բան ասես, բայց շատ տխուր վիճակ ենք։ Մենք yəni Սուրիային եկել ենք։ Ոնց ինչ կորտ չկա։ Եդվցքենք երտանք։ Ոչ նորմալ աշխատավարձ կա, տան մեջ 6 հոգի են, ոչ մեկը չեն աշխատում։
Մեր տարիքի մարդկանց էլ հավաքարար են ընդունում, տված աշխատավարձնի 40,000 դրամ։ Նորմալ տարի է եղել, գործերը կատարվել, ոչ պարկաս։ 2016-ը հայաստանցիների համար անհանգիստ տարի էր։ Ապրիլին Արցախում ռազմական գործողությունները շատերին ոտքի հանեցին։ Թեժային ամռան ամիսները Սասնածռեր գործողությունը եւս հիշարժաններից է։ Այս տարի պետությունը գնաց դեպի զարգացում, թե ընթացքը դեպի բացասական էր։ Ես զարգացած ոչ մի բան չեմ տեսնում, բացարձակապես։ Հետ գնաց բոլոր առումներով։ Դե պատերազմ չպետքա լիներ, հուլիսյան դեպքերը։ Անհաջողության տարի, ժողովրդի համար շատ վատ, սակավություն, կարելի ասել աղքատության տոկոս ավելի շատ, քան թե մյուս տարիներին։ Մարդիկ շատ հոգսերով են ապրում, անհոգ չեն։ Մեր նման պետությունը, որը սովետի տարածքի վախներով փայլուն տեղ ուներ, այսօր իշխանած գլուխները, պարագլուխները հեչ բոլորովին թասիպ ոնց որ ասում են բառը չեն պահում մեջը, որ այս պետությունը պետք է պահել ձեռների մեջ։ Ապրում են ժողովրդի հաշվին։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունները լավ հնարավորություն են Հայաստանի զարգացումը դեպի դրականը փոխելու համար։ Կցանկանայի ուժերի նոր վերադասություն լինի անկեղծորեն, որովհետև ինքս էլ նորից ուզում եմ մտնել քաղաքական աշխարհ։ Ցանկանում եմ, որ փոփոխություն լինի, մեր ժողովուրդը դեպի լավը գնան, լուծի տակից դուրս գան։ Հիմա մենք ոնց որ ճորտ լինենք։ Փոփոխություն սպասում ենք, բայց երբ որ մենք կմեռնենք, իշխանությունների միջև առեսօր ոչ մի նորմալ բան չենք սպասել, սրանից հետո սպասելու ենք։ Չկատարված ցանկություններն ու երազանքները քաղաքացիները 2017-ի վրա են թողնում հույսով, որ փոփոխություններն ի նպաստ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կլինեն։ Կանանց նկատմամբ բռնությունները չեն դադարի մինչև դրանց չտրվի օրենսդրական լուծում։ Ամփոփելով տարին կանանց իրավունքների պաշտպանները ցավով են նշում կանանց իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծը այս տարի էլ մնաց թղթի վրա։ Տարածաշրջանը միակ երկիրն է, որը այս օրենքը չի ընդունել։ Այս պահին օրենքը կայքից հանված է լրամշակման եւ տարբեր տիպի այլ քննարկումների, ներքին քննարկումների եւ համաձայնությունների պատրվակով։ Այս տարի Հայաստանում արձանագրվել է կնասպանության 10 դեպք, կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնները ստացել են 5000-ից ավելի զանգ։ Բազմաթիվ կանայք Հայաստանում դառնում են բռնության զոհ, քանի որ իրավապահ մարմինները բավարար լիազորություններ չունեն ընտանիքի տուժած անդամին օգնություն ցույց տալու համար։ Կարող են բերել բազմաթիվ դեպքեր, երբ նախկին ամուսինները շարունակում են հետապնդել, շարունակում են սպառնալ կանանց, որ կգան կսպանեն։ Ես ինքս առնչվել եմ այդ խնդրին, երբ գնում ենք ոստիկանություն եւ ահազանգը գրում է կինը, հայտնում է դա, մինչդեռ խնդրին որպես այդպիսին լուծում չի լինում։ Բացի օրենքի ընդունումից Հայաստանում խնդիր է նաեւ խտրական վերաբերմունք ընտանեկան բռնության դեպքերին։ Մենթալիտետի փոփոխության համար իհարկե ժամանակ է պետք, բայց սկսել երբեք էլ ուշ չէ։ Սա միայն կառույցների պահանջ չի, ստեղ կանգնած են մարդիկ, իզուր չի, որ մենք միշտ հնչեցնում ենք մեր թվերը։ Այսինքն այս ամեն ինչի հետևում կանգնած են իրական մարդկային ճակատագրեր, այս կանանցից յուրաքանչյուր իսկապես տառապում է այն պատճառով, որ ոչ մեկ չի կարողանում միջամտել եւ օգնություն ցուցաբերել իրեն։ Յուրաքանչյուր խտրականություն պարունակող բռնության կոչ պարունակող բռնարարին արդարացնող կնոջ սպանությունը արդարացնող նյութ հոդված կարծիք ինքը հետագա բռնության հիմք է հանդիսանում։ Այս օրենքի ընդունումը մեր երկրում սակայն միանշանակ չեն ընդունում։ Շատերը կարծում են, որ հայ կնոջը հարիշ չէ իր ընտանիքում տեղի ունեցածը բարձրաձայնել է։ Այս հարցը ինձ համար հավասազոր է հարցին, արդյոք Հայաստանի քաղաքացուն կամ Հայաստանում ապրող կնոջը պետք է իրավունք։ Վերջին 5 տարիներին Հայաստանում բռնության արդյունքում 30 կին է սպանվել, կնասպանություն իրականացրածներից միայն 4-ն են դատապարտված։ Հղիության 6-րդ ամսում գտնվող Սուսաննա Թադևոսյանը կալանավայրում կարող է կորցնել իր երեխային։ Հիպերտոնիա ունի քրոնիկ, ասենք իր ճնշումը միանգամից կարող կտրուկ բարձրանա եւ կտրուկ իջնի ու ինքը ցնցումների մեջ ընկնի։ Ես իր գինեկոլոգի հետ եմ խոսացել, համապատասխան ինքը տեղեկան կտրամադրել է, որ նույնիսկ ամսի 14-ին իր հերթական այցն ա եղել, ինքը գրիպով հիվանդ եղել, դա հետո տեղափոխվել ամսի 21-ին, սակայն դա արդեն քրեակատարողական հիմնարկում ա վերջինս գտնվում ոնց կար։
Սուսաննա Թադևոսյանն արդեն 8 օր է գտնվում է կալանքի տակ։ Պաշտոնական փաստաթղթեր վնասելու համար մեղադրվողը չի ներկայացել մեկ դատական նիստի եւ Կենտրոն ու Նորք մարաշվարչական շրջանների ընդհանուր իրավասության դատանի դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշել է փոխել նրա խափանման միջոցը։ Ինքնական ոստիկանություն ներկայացած Սուսաննա Թադևոսյանին տեղափոխել են Աբովյան քրեակատարողական հիմնարկ, հաշվի չառնելով մի շարք հանգամանքներ։ 6-րդ ամսի հղիությունը, իր խնամքին անչափահաս երեխա գտնվելը, մշտական բնակության ավայրը, անձի վիճակը։ Թեև Աբովյան քրեակատարողական հիմնարկում Սուսաննա Թադևոսյանին բուժօգնություն է տրամադրվում, սակայն պաշտպանը դա բավարար չի համարում։ Ասենք ինքը ցնցումների մեջ մնգավ կամ երեխուն ինչ-որ վտանգ, այնտեղ կա համապատասխան այդ միջոցներ այդ ձեռնարկելու եւ այլն, հաստատ չկա։ Իրան պետք է պրոֆիլակտիկ ձևով ու նորմալ սպասարկում ու իր գինեկոլոգի մոտ։ Դեկտեմբերի 19-ից կալանավորվածին պաշտպանը կարողացել է տեսակցել միայն երկար քաշքշուկներից հետո 7 օր անց։ Բառացի ինձ ասում են, որ ոստիկանության աշխատողները 15 րոպե առաջ են բերել այդ որոշումը, որ իմ պաշտպանյալը հայտնաբերվել եւ Աբովյան քրեակատարողական է մեկուսացվել։ Նույն օրը Աննա Թամրազյանը դիմել է դատարան Սուսաննա Թադևոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն մինչ օրս դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշում չի կայացրել։ Անհապաղ պետք է նիստ նշանակվի եւ որովհետեւ խախտում է կատարում մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիա 5-րդ եւ 6-րդ հոդվածները, երբ որ անձին հայտնաբերել են, ինքը իրավունք ունի անաչառ դատարանի կողմից իր նկատմամբ խափանման միջոցի կամ այդ ձերբակալելու այդ օրինականությունը եւ հիմնավորվածությունը բարձաբանելու եւ ճշտելու համար։ Սուսաննա Թադևոսյանին առաջադրված մեղադրանքը նախատեսում է տուգանք, կալանք 1-ից 2 ամիս ժամկետով եւ մինչեւ 2 տարի ազատազրկում։ 2001-ի սեպտեմբերի 11-ին Ամերիկայում տեղի ունեցած ահաբեկչությունն ըստ քաղավիացիայի պետի լրջորեն ազդել է հայկական ավիացիայի վրա։ Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից եկող ուղևորների քանակը զգալիորեն կրճատվել է։ Ֆինանսական տեսակետից մոտավորապես 1.5 միլիոն դոլարի արժեքանությամբ տոմսեր հետ են վերցրել։ Բուն ահաբեկչությունն ըստ Հովհաննես Երիցյանի աղետալի ազդեցություն չի ունեցել։ Մենք փոքր ավիացիա ենք, համաշխարհային դաշտից մի քիչ հեռու, չնայած դրան մամուլը, ասենք հայկական ժամանակը գրում է, որ մեր ավիացիան 15 միլիոն դոլար պարտք է կուտակում։ Հայկական ժամանակը ես իմ համար ավիացիայի համար մամուլ չեմ համարում, որովհետև հայկական ժամանակում ոչ մի ճիշտ տեղեկություն ավիացիայի մասին պատկերացում անգամ չունի։ Ուզբեկստանցի կտվորուին էլ Անդրեյ Սախարովի ներքննադատում հայկական ավիացիայի պետը դրանից ինչ պիտի եզրակացնի, ինքն իհարկե Անդրեյ Սախարովը չէ, բայց ինքն ամեն ինչ անում է ժողովրդի համար։ Այսպես է դրված գրեզ մեր ազգին։ Ինչ էլ անես պետք է մի բան ասել։ Կանգնում ես ինչի ես կանգնում, նստում ես ինչի նստեցիր։ Հովհաննես Երիցյանը միայն ժողովրդից չէ դժգոհ է նաև ինքնաթիռներից։ Մեր ավիացիան 2001-ի աշնանշահագործում է 7 հանավեր, որոնք դեռ անկախությունից առաջ են թռել խորհրդային երկինքներով։ Երիցյանն այդ ժամանակ էլ էր ղեկավարում հայկական ավիացիան։ Ես 90 թվականին այս ձեռքով Il-86-ը բերել եմ 117 բորդով Վարոնեժի գործարանից։ Չնայած դրան դեռ ոչ մի ինքնաթիռ մեր օդանավակայանից անսարք չի բարձրացել երկինք, սակայն նրանց աղմուկը միջազգային չափորոշիչներին չի համապատասխանում։ Հովհաննես Երիցյանն ասում է, որ ռուսների ինքնաթիռներն էլ աղմուկի իմաստով տհաճ են եվրոպական երկինքներին։ Այդ աղմուկը ենթադրում է հիշյալ ինքնաթիռների թռիչքի արգելք։ Եթե այդ դնեն այդ բետոն, որ չթողնեն էլ թռնեն աղմուկի համար, ապա 18-20 երկրների Եվրոպայի, որ օգտագործում է ռուսական տեխնիկան, պետք է կանգնեն։ Հայաստանի բյուջեն թույլ չի տալիս խլացնել աղմուկները, իհարկե մեր օդանավակայանում մի Airbus կա, որը չի աղմկում, այն էլ կանգնած է Փարիզի օդանավակայանում ապահովագրական վճար չմուծելու պատճառով։ Հայկական ավիացիան ժամանակին մուծել է այդ գումարը։ Իսկ այն ընկերությունը, որը որ Հայաստանում է եւ պետք է ժամանակին մուծեր Լոնդոն, չի մուծել։ Մենք հայկական ավիացիային էլ համոզելով, որ դա գումարը մուծված է։ Դիկտատորը գնում է Փարիժ, մենք կարծում ենք, որ մուծված է, մուծել են իրականից, նրանք էլ ասել են մուծված չի, պարզում է, որ մուծված չի։ Այս մարդուն մեղադրում են, որ ինքնաթիռներում արգելել է հայկական ընդդիմադիր մամուլ տարածելը, ինքը համաձայն է, նման բան կա, այո, գրավոր հրաման է արձակել, որ ստուգեն եւ զեկուցեն, թե իշխանություններին քննադատող թերթերն ինչպես են հայտնվում օդանավերում։ Ես իմ հրամանը, ասում եմ, ավելի մի քիչ բան եմ տվել այդ հրամանը, մեղմ եմ տվել։ Եվ մի քանի էլ դասմոտեր աշխատողների էլ աշխատանքից պետք է հանեմ, որ ոնց են հանկարծ սխալ թերթեր հանկարծ սխալ թերթեր չտանեն ինքնաթիռ։ Այս հարցազրույցից մի քանի ամիս հետո Հովհաննես Երիցյանն ազատվեց աշխատանքից։ Այս տարի հայտնի դարձավ, որ բազմաթիվ ընտանիքներ նրան մեղադրում են իրենց կտուրից զրկելու համար։ Ես Երիցյանն եմ, ես հասարակ մարդ չեմ, անմիջապես արդարացել է այս մարդը։